Շիրակի մարզի Հովտուն գյուղն է, որտեղ փաստացի բնակվում է 150 մարդ։ Այս գյուղի բնակիչներին մտահոգող թիվ 1 խնդիրը դպրոցի փակումն է։ Նրանք վստահ են, դա կհանգեցնի գյուղի դատարկմանը։ Երեխան 7 կիլոմետր տեսնիկ մեր բնությունը մեր եղանակը։ Ստից ամայսա 10 դեստա։ Մեր տարի դες գյուղն էլ գոյություն չի ունենա։ Քանդում են այս գյուղից, ընդիր գյուղ էր, դարին ժողովուրդը լրիվ հիասթափվելով փախան գյուղից։ Եկուս դուք եք երտակ, մյուսն եք երտակ։ Մենք կուկանք քաղաք, դուք երտակ է Ռուսաստան։ 2020 թվականին 26 կամ 27 ամսյա համայնքում հիմա դպրոց են կառուցում, երբ ավարտական փուլին հասավ, արդեն խոշորացումը կա։ Դպրոցի փակումը միակ խնդիրը չէ։ Բնակիչները իրենց անհանգստությունը հայտնեցին կապված շարունակական արտագաղթի հետ։ Նրանց խոսքով երիտասարդ ընտանիքները գյուղում ապագա չեն տեսնում։ Երեխաների հետ տեղափոխվում են քաղաքներ։ 40 քանի տուն է, 20 տունը մի ազատ է։ Հնացող չկա, բնակիչ չկա։ Գյուղ կար 600 տուն քոչել է արդեն։ Ընտանիք առա գնացել էսի։ Դա ճիշտ չէ։ Մարդիկ իրենց երեխաների ապագան երևի ստեղ չեն գտնում գյուղում։ Հիմնականը Գյումրի, Երևան, Ամասիա համայնք։ Արդեն 10 տարի դեպի այս բնակավայր հանրային տրանսպորտ չի գործում։ Վարչական ղեկավարի խոսքով սպասարկողներին ձեռնտու չէ։ Սարեր խոսք ուտան, գազել կտանենք, տանենք կտբրոցես կենենք, կենենք, չէ, չկա այդպես բաներ, չկա, սուտ է։ 40 քանի տնից 20 տուն էլի ավտոներ կան։ Ունեցել ենք Գյումրի Հովտուն, կանոնավոր ավտոբուս ունեցել ենք քիչ-քիչ սեփականություններ։ Ուղևորների բացակայության պատճառով գիծաշտեն 10 տարուց ավել կանգնած, երևի շատ։ Նախորդ տարի Հովտունում մանր եւ խոշոր եղջերավոր անասունները հիվանդացան դաբաղով, ինչը մեծ վնաս հասցրեց գյուղացիներին։ Շատերը այլևս ցանկություն չունեն զբաղվել անասնապահությամբ, հիասթափվել են։ Խնդրահարույց է նաեւ գյուղմթերքի իրացումը։ Դարվ տարես գյուղ ապրավ ջարդ չեղավ, այս տարի ես 15 դոչխարունը միննատ կար հանետ հապել են դուրս։ Ինչ իմ եկամուտ տնեց ոնց չարչարիմ, հա, խոտ խաղեն բերեն, հարևանի սեդելն ենք վիճենք ես իմնենի գինն, չի առաջ կապրենք, մարդիկ լավ էր կապրենք խաղաղ։ Ճիշտ ասած անգամ դեպքեր եղել է 1-2, մեր մոտ այսպես ասած շատ ծանր չի անցել։ Այսօր ուր գմերնից շուկան գմերնից խանութ գմերնից սաղիկներ զարգացել գյուղացու միսը։ Այսօր գյուղացու տանին 1500 դրամ, 1600 դրամ, ծախվիկը 4-ից 5000 դրամ։ Քանի տարվա ընթացքում 1/3-ը անասնագլխականակը մեր մոտ պակասել է։ Հովտունի վարչական ղեկավար Արարատ Առաքելյանը նշում է, որ ունեն 3 մեծ ծրագիր 2026 թվականի համար։ Դա գազաֆիկացումն է, երկրորդը խմելուչերի սկզբնաղբյուրների վերանորոգում եւ երրորդը գիշերային լույսերի ընդհանուր ունենք ներկայացային գիշերային ցանցը, բայց ընդհանուր արդեն լրիվ նոր բանով վերանորոգվի։ Հովտունի բնակիչները սպասում են փոփոխությունների, որ գյուղի եւ քաղաքի միջև իրենց ընտրությունը լինի առաջինի օգտին։ Չէ որ գյուղերը դատարկվում են, երիտասարդները հեռանում են եւ դա ցավալի է հատկապես տարեցների համար։ Տիրուն Մարգարյան, Արսեն Գրիգորյան, Regions TV, Շիրակի մարզ, գյուղ Հովտուն։